Ողջույն սիրելի եկեղեցի, եկեք տերունական Հայր մեր աղոթքով սկսենք մեր այսօրվա ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամեն օրվա հացը տուր մեզ այսօր, եւ թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողում ենք մեր պարտականներին, եւ մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետեւ քոնն է թագավորությունը եւ զորությունը եւ փառքը Հավիտյանս ամեն։ Մենք կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, կարդանք Աստվածաշնչից մի հատված։ 3-րդ թագավորաց, 2-րդ գլուխ, 3-րդ խոսքը։ Եվ պահիր քո Տեր Աստծո պահպանությունը, որ գնաց նրա ճանապարհներով, որ պահես նրա պատվիրանքները, հրամանները, իրավունքները եւ վկայությունները, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքում, որպեսզի հաջողվես ամեն արած բանումդ եւ ամեն ուր որ դառնաս։ Այսպես է ասում Աստծո խոսքը։ Փառք սիրելիներս, ունենք կարիքներ, եթե դու չես հասցրել գրել քո կարիքը, կարող ես մտքով միաբանվել մեզ հետ եւ մեր սիրելի on-line դիտողներ նույնպես կարող եք անկախ նրանից թե դուք որտեղ եք միաբանվել մեզ հետ ձեր կարիքներով։ Աղոթենք մեր Տիրոջը։ Փառք ես Հայր։ Շնորհակալ ենք Տեր քո անվան համար, շնորհակալ ենք Տեր շաբաթի համար։ Շնորհակալ ենք Հայր քո սուրբ ներկայության եւ քո ողորմության համար Տեր։ Շնորհակալ ենք Տեր, որ ունենք անուն, ում որ կարող ենք կանչել մեր նեղություններում։ Հայր իմ Աստված, մենք աղոթում ենք մեր ամեն մի կարիքների համար, Հայր։ Միաբանված, մեկս մյուսի համար, Տեր։ Խնդրում ենք Տերին, որ զորացնես ամեն մեկին, ով ունի զորության կարիք, Հայր։ Խնդրում ենք, որ Հայր հպվես ամեն մեկին, ով որ ունի քո սիրո կարիքը, Տեր։ Որ Տեր իմ Աստված քո ներկայությունը գա նրա վրա, Տեր, ով որ վաղուց չի զգում քո ներկայությունը։ Խնդրում ենք Տեր իմ Աստված, որ մեր ընտանիքներում, Հայր, այնտեղ որտեղ որ պակասում է սերը Հիսուս, որ քո սիրով այցելես Տեր, որ քո խաղաղությունով գաս Տեր, որ ամեն մեկից Տեր իմ Աստված մթնոլորտը լսվի քեզանով Հայր։ Խնդրում ենք Տեր, որով որ ունի բժշկության կարիք, քո սուրբ վերքերով Հիսուս բժշկվի։ Խնդրում ենք Տեր իմ Աստված, որով որ ունի ֆինանսերի կարիք Տեր, որ էլ չունի ելք, չգիտի ինչ անի։ Տեր իմ Աստված, դու աղքատացար, որ մենք քեզանով հարստանանք։ Տեր, մենք խնդրում ենք քեզ, որ ամեն մի այդ նեղության մեջ գաս քո առատությունով Տեր, որ բացես Հայր քո առատության դռները ամեն մեկի կյանքում։ Խնդրում ենք Տեր իմ Աստված, որ հմտվես ամեն մեկին, որ ամեն մեկի կյանքը, շուրջը Տեր, լսվի քո սուրբ ներկայությունով Հայր, որ ամեն մեկի կյանքում Տեր իմ Աստված, անկախ նրա հավատքից Տեր, մեկս մյուսի համար աղոթինք բարձրացնում Տեր, որ դու փառավորվես Տեր, որ դու ցույց տաս, որ դու սիրող Հայր ես Տեր։ Եվ ինչպես հորից Տեր, մենք գոհանում ենք ինձանից այս ամեն բանի համար։ Տեր, մենք աղոթում ենք մեր Հայաստանի համար։ Մենք խնդրում ենք Հայր, որ մեր երկրում Տեր քո անունը թագավորի Հիսուս։ Մենք խնդրում ենք քեզ Տեր իմ Աստված, որ քո անունը Տեր ոչ թե գրված լինի պատերի վրա Տեր, ոչ թե տանսենյակներին Հայր, այլ մարդկանց սրտերի վրա Հիսուս։ Մենք խնդրում ենք քեզ Տեր, որ դու հպվես ամեն մեկին, որ ամեն մեկը Տեր ում սերը պակասել է լրացնես Հայր, որ ամեն մեկը Տեր ում որ կրակը պակասել է քո կրակով բոցավառես Տեր, որ Տեր իմ Աստված քո սուրբ տները երբեք չդատարկվեն Հայր, որ այն արթնության տարին, որ հրշակվել է Տեր մեր երկրում, իրապես կատարվի Տեր, որ ամեն մեկը ճանաչի քեզ որպես իր Տեր եւ Փրկիչ։ Խնդրում ենք Տերին, որ մխիթարես ամեն մի ցավացած սրտերը Տեր, մաքրես ամեն մի արցունքները Հայր։ Մենք խնդրում ենք քեզ Տեր իմ Աստված, որ քո սուրբ հոգու մխիթարությունը լինի մեր ազգի վրա Տեր։ Մենք խնդրում ենք քեզ Հայր մեր գերիների համար։ Մենք խնդրում ենք Տեր, որ դու նրանց դեպի տուն ճանապարհը քո ձեռքով կառուցես Տեր, որ դու բերես նրանց հետ հայրենիք Հայր։ Տեր իմ Աստված, մենք խնդրում ենք, որ մեր սահմանները դու պահես Հայր, որ մեր ազգի միակ հույսը Տեր դու լինես Տեր։ Մենք խնդրում ենք Հիսուս եւ կանչում ենք քո անունը մեր երկրի վրա Հայր։ Եվ նույնպես Տեր իմ աղոթում ենք Ռուսաստանի համար։ Մենք շնորհակալ ենք Տեր այս երկրի համար, շնորհակալ ենք, որ այստեղ կարող ենք վաստակել մեր օրվա հացը։ Շնորհակալ ենք, որ այստեղ շատերս Տեր ճանաչել ենք քեզ, մոտեցել ենք քեզ Հիսուս։ Շնորհակալ ենք քո տների համար, որ այստեղ բացվում են Տեր։ Տեր իմ Աստված, մենք խնդրում ենք, որ քո խաղաղությունը իջնի այս երկրի վրա, որ քո զորության ուժը գա Տեր, որ ամեն մի Տեր իմ Աստված կորուստ ունեցածը մխիթարվի քո հոգով Հայր։ Մենք խնդրում ենք քեզ, որ այս բազմազգ երկրում Տեր, մենք լինենք լույս, որը որ կլուսավորի ամեն մի խավարը Տեր։ Մենք լինենք Տեր իմ Աստված ճանապարհ դեպի քեզ Հիսուս։ Մենք խնդրում ենք, որ քո ապաշխարության հոգին իջնի այս ազգի վրա, որ մաքրես իրան իր մեղքերից Հայր, սրբես եւ ջերմակացնես Հայր։ Փառք ենք տալի քեզ Հայր եւ գոհանում ենք քո անվան համար Տեր իմ, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ամեն։ Փառք ամենակարող Տիրոջը, փառք Աստծուն,
Փառք Տերի Տիրոջը։ Ամեն, ամեն։ Փառք ես Տեր։ Փառք ես զորավոր Աստված։ Փառք ես։ Փառք ես։ Փառք ես։ Փառք Տիրոջը։ Ինչ լավ է, չէ՞ Տիրոջ տանը։ Որ կարաս գաս, եղբայրների քուրերի հետ միասին ասես փառք Տիրոջը։ Ինքան լավ է, որ Տիրոջ լույսը լուսավորում է քո կյանքը, չէ՞ սիրելիս։ Գիտեք, մեր տունը լուսավոր կողմից է, արևային կողմը։ Մենք զանավեսկեքը վարակույրները, այն որ լույս ընդհանրապես չի թափանցում, այդ վարակույրներից է, որ առավոտ դե ժամը 3-ին 4-ին որ մեկը արևը չընկնի աչքերդ ու չարթնանաս քնից, չէ՞։ Բայց գիտես ինչ է դա քիչ, որ քնից արթնանում ես, այդ զանավեսկեքը որ բացում ես, լույսը մտնում է տուն ու ամեն մի խավարը լուսավորում է ամեն։ Գիտես, պետք է այդ վարակույրները մեր կյանքի բացենք, որ Տիրոջ լույսը ներթափանցի մեր կյանքը, որ մեր կյանքի ամեն մի խավարը լուսավորի։ Ամեն։ Կարաս կողքին ասես, թող Տիրոջ լույսը գա քո կյանքը։ Սիրելիներ, խնդրեմ նստեք, զբաղեցնեք ձեր տեղերը։ Փառք Տիրոջը։ Փառք Տիրոջը։ Շնորհակալություն Աստված օրհնի ձեզ։ Գիտես, այդ լույսը որ գալիս է քո կյանքը, շատ ավելի հստակ ես տեսնում այն օրհնությունները, որ կա քո կյանքում, ամեն։ Օրինակ որ հարց տամ, ով է հավատքի գալուց հետո, երբ որ Տիրոջը հավատացել է, ավելի հստակ ու ավելի շատ է տեսնում Տիրոջ գործերը իր կյանքում։ Բոլորն էլ, չէ՞, համարյա։ Մարդ չկա, որ ասի, եկել եմ եկեղեցի, Տիրոջն եմ եկել, բայց չեմ տեսնում իր գործերը։ Չէ, գիտես, որ այդ լույսը մտնում է կյանքը, դու Տիրոջ գործերը ավելի հստակ ես տեսնում։ Այդ լույսը մտնում է մենակ հավատքի միջոցով։ Մենք հավատացել ենք, չէ՞։ Մենք հավատացել ենք ու հավատում ենք Աստծուն։ Այս աշխարհը ասում է, դե եթե Աստված կա, ցույց տվեք մի բանով, տեսնեմ կհավատամ։ Բայց Աստված գիտես ինչ ասում։ Ասում է, եթե հավատաս կտեսնես։ Եթե հավատաս կտեսնես։ Այսօր խոսքը տենց էլ անվանել եմ սիրելիս։ Եթե հավատաս կտեսնես։ Շատ կարևոր է, որ մենք հավատանք, եթե մենք ուզում ենք Աստծո գործերը տեսնենք մեր կյանքում, եթե մենք ուզում ենք, որ Տերը գործի մեր կյանքում, շատ կարևոր է, որ մենք հավատանք։ Գիտես, մեր մոտ խաղաղվելու տարի է։ Հովի վարչակելը խաղաղվելու տարի, չէ՞։ Որ մեր կյանքը խաղաղվի։ Գիտես, երբ է խաղաղություն գալի։ Ասենք այս աշխարհը, գիտես, մարախուղոտ է։ Ու ինչքան ավելի ես գնում, այս մարախուղը ավելի է թանձրանում։ Հիվանդություններ են, վատ բաներ են, ֆինանսների հետ խնդիրներ են, տարբեր մարախուղներ կան, տարբեր իրավիճակներ կան, որ մեզ ուզում են հունից հանեն։ Գիտես, մենակ երբ ես խաղաղվում, երբ որ հավատում ես, որ կա Աստված, երկնքի ու երկրի արարիչը, որ ամեն մի բանը իր հասկողության տակ է։ Ամեն ինչը իր ձեռքերում է։ Այդ ժամանակ դու ավելի խաղաղ ես ասում ամեն ինչը, որովհետև հասկանում ես, որ ինչ էլ ուզում է լինի, Աստված ունեմ աշխարհը չունի։ Ինչ ուզում է լինի։ Փառք Տիրոջը։ Ես սուր այդ մասին եմ ուզում խոսամ ու ուզում եմ սկսեմ այսօրվա խոսքը մի հետաքրքիր տեղով, որ ես շատ եմ սիրում։ Գիտեք, իմ կարծիքով երևի դժվար գտնես ավելի չարչարված մարդ Քրիստոսի համար, քան թե Պողոս առաքյալն էր, որ այդ մարդը ինչի միջով ասես չի անցել։ Երբ որ Տիմոթեոսին նամակ է գրում, մի հետաքրքիր խոսք է ասում։ Ուզում եմ բացենք իրար հետ 2 Տիմոթեոս առաջի գլուխը 12-րդ տեղը ասում է. այդ պատճառով էլ գրում եմ այս չարչարանքները, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ում եմ հավատացել եւ համոզված եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչեւ այն օրը։ Գիտես, ամեն ինչի միջով անցնում ես, երբ որ համոզված ես, որ Աստված կպահի քեզ, երբ որ դու համոզված ես ու գիտես ումն ես հավատացել։ Մեկ ինձ հարցնում են, հավատում ես, որ Աստված կա։ Ես ասում եմ, չէ, ու մարդիկ ոնց չէ։ Ասում չեմ հավատում, գիտեմ, որ ինքը կա։ Գիտեմ, որ ինքը կա, որովհետև իր գործերն եմ տեսնում իմ կյանքում։ Արդեն գիտեմ, որ ինքը կա։ Մենք Աստված ունենք, որ այս աշխարհը չունի իսկականից։ Ինձ շատ հաճախ հարցնում են, ոնց ես։ Ես միշտ ասում եմ, նկատածել եք, ասում եմ, շատ լավ եմ, Աստված ունեմ, աշխարհը չունի, ի՞նչ պետք է վատելնեմ։ Չէ՞։ Դա հրճակում է քո կյանքի վրա, որովհետև Աստված ունես, աշխարհը չունի։ Սելես ուզում եմ այսօր հավատքի մասին խոսանք ու գիտես մենք հավատացել ենք։ Մեր կյանքը ամեն ինչ չի որ հաշվարկով է, չգիտեմ, ամեն ինչ չի որ կարաս այս քայլը անելուց մտածես ոնց կլինի հետո։ Մենք հավատքով ենք առաջնորդում, ամեն։ Այդ հավատքը շատ կարևոր է մեր կյանքում, որովհետև մենք հավատացել ենք վերջի վերջո, չէ՞։ Մենք հավատացել ենք։ Ուզում եմ իրար հետ նայենք մի պատմությանը, որը ձեր բոլորին ինձ թվում է քաջ հայտնի է,
նա Ղազարոսի պատմությունը, երբ որ Տերը եկավ ու Ղազարոսին հարություն տվեց։ Ուզում եմ այդ պատմությանը նայենք ու գիտեք հետաքրքիր է, որ այդ պատմության մեջ համարյա ամեն մի խոսքը ոնց որ պետք է կանգնես ու մտածես այդ խոսքի մասին։ Այնքան կարևոր խոսքեր կա։ Ու ես ուզում եմ իրար հետ քննենք այդ պատմությունը։ Առաջի հենց խոսքից Հովհաննես Ավետարանի 11-րդ գլուխը առաջի խոսքից։ Խոսքն ասում է մի հիվանդ մարդ կար, անունը Ղազարոս։ Ղազարոսը գիտես ոնց է թարգմանում։ Տերն է օգնությունը։ Այդ անունը նշանակում է Տերն է օգնությունը։ Ասում է մի մարդ կար, որ հիվանդ էր, Բեթանիայից է, Մարիամի եւ նրա քույր Մարթայի գյուղից։ Ասում է մի մարդ կար, հիվանդ էր։ Մի անգամից մարդու կյանքում եթե հիվանդություն է գալի, շատ հաճախ մարդիկ մտածում են երևի խնդիր կա։ Երևի միտեղ դուր ես բացել կամ չգիտեմ ինչ է եղել, որ խնդիր է եկել։ Բայց գիտես, ասում է Ղազարոսը հիվանդ էր։ Ու ասում է Ղազարոսը, երկրորդ խոսք ասում է, Մարիամն էլ, որ Մարիամի ու Մարթայի եղբայրն է, ասում է Մարիամն էլ նա էր, որ Տիրոջը յուղով օծեց եւ նրա ոտերը սրբեց իր մազերով, որի եղբայրը Ղազարոսը հիվանդ էր։ Եք, Մարիամը Աստծո հետ մոտ էր, չէ՞, մտերիմ էր։ Երբ որ կարդում ես այս պատմությունը, չես մտածում, որ ասենք խնդիր կար, չգիտեմ, հերո էր Տիրոջից կամ մեղքի մեջ էր ընկած, դրա համար խնդրեմ եկավ։ Չէ՞ սիրելիս։ Ասում եմ Մարիամը այն մարդն էր, որ Աստծո ոտները յուղով օծեց ու մազերով սրբեց։ Բայց իր եղբայրը հիվանդ էր։ Մեկ-մեկ լինում է, որ Սուրբ ապրող, լավաբորխ կյանքու, մարդու կյանքում դժվարություններ են գալիս։ Լինում է, որ հիվանդություն է գալի, լինում է, որ ֆինանսական խնդիր է գալի կամ չգիտեմ, տարբեր խնդիրներ են գալի։ Ես որ այսօր խոսամ հիվանդության մասին, դու քո մտքում պահի քո խնդիրը, քո խնդրեմը, ինչ որ դու ունես։ Որովհետև ամեն ինչը փոխաբերական է հասկանում, երբ որ դու ասենք հիվանդության մեջ ես, մտածում ես մենակ հիվանդության մասին է։ Չէ՞ սիրելիս, քո խնդրի մասին եմ այսօր ուզում խոսամ։ Ասում նրա քույրերը ուղարկեցին նրա մոտ եւ ասեցին, Հիսուսի մոտ են ուղարկում քույրերը. Տեր, ահա նա, որին դու սիրում ես, հիվանդացել է։ Բացի նրանից, որ Մարիամն ու Մարթան էին Աստծուն մոտիկ, քույրերը ուղարկում ասում են, այն մարդը, ում դու սիրում ես, հիվանդացել է։ Գիտես, երբ որ խնդիր է գալի, երբ որ դժվարություն է գալի, առաջի միտքը ինչ որ տալիս է թշնամին, գիտես ինչա, կարող Աստված ինձ այդքան էլ չի սիրում։ Կարող Աստված այդքան էլ չի սիրում ինձ։ Ասում ում որ դու սիրում ես, հիվանդացել է։ Ոչ թե այնով քեզ է սիրում, ասում ում որ դու սիրում ես։ Մի հետաքրքիր միտք է գալի։ Ում ենք դիմում, երբ որ խնդիր է գալի։ Ում ենք դիմում։ Դիմում եմ իմ մորքուրի մարդին, թե հորեղբորս տղուն, թե ումն եմ դիմում, երբ որ խնդիր է գալի։ Ասում եմ մի անգամից ուղարկեցին Տիրոջ մոտ։ Ասին ում դու սիրում ես հիվանդացել է։ Սրես ումն ենք մենք դիմում, երբ որ խնդիր է գալի մեր կյանքերում։ Ումն ենք մենք դիմում։ Միշտ մտածի այդ մասին։ Զանգում ես 003 շտապողություն, թե առաջին հերթին Տիրոջն ես խնդրում, որ Տերը օգնի, Տերը բարձրացնի ու զորացնի։ Մեկը գիտես ինչն է հետաքրքիր։ Նայ ուղարկեցին Տիրոջ մոտ, ասեցին այն մարդը, ում դու սիրում ես, հիվանդացել է։ Ու ոչ մի կասկած չես տեսնում, որ Աստված կուզի օգնի այդ մարդուն։ Մեր անենց ապրենք, որ եթե մարդիկ մեր համար աղոթում են, համոզված լինեն, որ Տերը կօգնի մեզ։ Գիտես, երբ որ դու սուրբ մաքուր ձևով ես ապրում, երբ որ դու ճիշտ ձևով ես ապրում, մարդիկ համոզված են, որ Աստված քեզ օգնելու է։ Դրա համար ավելի համարձակ ու հստակ են աղոթում քո համար, որովհետև գիտեն, որ դու Աստծո զավակ ես ու կարան խնդրեն, որ Տերը օգնի քեզ։ Տերը օգնելու է քեզ։ Արի նենց ապրենք, որ մարդիկ, երբ որ դիմեն մեր համար Տիրոջը, համոզված լինեն, որ Տերը օգնելու է։ Ամեն։ Եք չորրորդ խոսք ասում է, Հիսուսն էլ երբ որ լսեց, ասեց. այն հիվանդությունը մեռնելու համար չի, այլ Աստծո փառքի համար է, որ Աստծո որդին նրանով փառավորվի։ Կարաս ասես, իմ խնդիրը Աստծո փառքի համար է։ Իմ խնդիրը մեռնելու համար չի։ Կարելի է մի քիչ վկայեմ ձեզ իմ կյանքից։ Սիրես, մի 6 տարի առաջ ես մի հետաքրքիր հիվանդության մեջով անցա։ Քաղցկեր, ասենք ռակ մոզգա ոնց են ասում։ Գլխուղեղի քաղցկեր։ Ու հետաքրքիր էր, որ գիտես ոնց որոշում եմ մի քիչ փշակաղում եմ։ Խեմ պատմում, որովհետև այս ամիս մի որոշ ժամանակ առաջ անցա այդ էլի հետազոտությունները, ասեցին դու արդեն առողջ ես, կարաս գնաս։ Դրա համար 5 տարի 6 տարի սպասել եմ։ Փառք Տիրոջը։ Օրեկել է ժամանակը, որ վկայեմ Տիրոջ մասին։ Սելիս, գիտես ինչն է հետաքրքիր, երբ որ դու ընկնում ես խնդրի մեջ,
մեկ լինում է քո մոտ միտքը գալի որ կարող եմ մի բան սխալ եմ արել, կարող եմ մի բան սխալ ճանապարհով եմ գնացել։ Իհարկե ավելի լավ է որ դա մտածես, բայց ամեն անգամ չի որ հենց ասենք դուր ես բացել ու սատանան է ուզում քո կյանքում ասենք խառնի ամեն ինչ ու Աստված տեղյակ չի։ Գիտես ամեն ինչ Տիրոջ հսկողության տակ է։ Ամեն ինչ։ Ու երբ որ դու համոզված ես որ Տերը ամեն ինչ իր ձեռքերում է պահում, դու ավելի խաղաղ ես անցնում ամեն ինչը։ Ավելի հստակ հանգիստ ես անցնում։ Ես որ եկել էի որ այդ բժիշկը ասում է որ պետք է օպերացիա անեն, ասում եմ բժիշկ ջան, որ այդ օպերացիան անես, դրանից հետո կարամ դաշնամուր նվագեմ։ Ասում է հա ձեռները չեմ կպնելու, գլխիդ եմ կպնելու։ Ասում եմ պրոստը միջև չէի կարող նվագեի, ասի գլխիս ես կպնելու, կարող մի քիչ դրանից հետո կայանամ էլի։ Գիտես նայում է վրես, ասում է ես ինչ եմ խոսում։ Սա գալիս են մոտս տխուր, ոնց որ համարը լացելով են գալի անցնում, դու ես ինչ ես խոսում։ Ասում եմ լսի։ Իսկականից գիտեք այդ ոչ թե ասում եմ ես էի տենց ես ինչ շատ խելոք եմ, չգիտեմ ինչ, բայց երբ որ Տիրոջ ներկայությունն է գալի, դու հանգստանում ես։ Դու խաղաղում ես։ Քո մեջ խաղաղություն է գալի, ասում ես սիրելիս, լսի, ասում եմ, դու քո գործը արա, դու քո օպերացիան արա, իմ կյանքի վրա ոչ մի օր կարաս ավելացնես, ոչ կարաս մի օր պակասացնես։ Իմ կյանքը քո ձեռքերում չի։ Դու ուղղակի քո գործը լավ արա։ Իմ կյանքը իր ձեռքերում է։ Ու այդ մարդը որ նայում ասում է, ինչ է խոսում, ո՞նց է խոսում։ Երբ որ մարդը հերո է հավատքից ինքը չէ հասկանում։ Երբ որ դու ասում ես իմ համար կյանքը Քրիստոսն է եւ մահը շահը, ասում ես ինչ է, ջայլ տղա մահի մասն է խոսում։ Գիտես սիրելիս, երբ որ դու դժվարության միջով ես անցնում, երբ որ դու հավատք ունես, դու հանգիստ ես անցնում, ավելի խաղաղ ես անցնում։ Ես միշտ հիշում եի, գիտես ինչ խոսքեր, ասում եմ, ես չեմ մեռնի, այլ կապրեմ եւ Տիրոջ գործերը կպատմեմ։ Պատիրոջը։ Երբ որ դժվարություն է եկել կյանքում, միշտ հիսի, դու չես մեռնելու, դու ապրելու ես Տիրոջ գործերն ես պատմելու։ Իհարկե դժվարությունները գալիս են մեր կյանքերը, նենց չի որ չեն գալու կամ հեղեղները չեն գալու մեր կյանքերը, փոթորիկները չեն գալու, բայց շատ կարևոր է որ մենք հավատք ունենանք ու իմանանք ու մենք հավատացել։ Մենք հավատացել ենք Տիրոջը, Հիսուս Քրիստոսին, որ մեզ փրկել է ու իր կյանքը տվել է մեր համար։ Ամեն։ Վերադառնանք մեր Ղազարոսին։ Ասում եմ, եւ Հիսուսը սիրում էր Մարթային եւ նրա քրոջը եւ Ղազարոսին։ Քուրերն են ուղարկում, ասում են, ում դու սիրում ես հիվանդացել է։ Սա մի հատ խոսք էլի է շեշտում, ասում է, բայց Հիսուսը սիրում էր Ղազարոսին, Մարթային եւ Մարիամին։ Աստված բոլորին էլ սիրում է, չէ՞։ Ամեն։ Սիրես, բայց նես չի որ ամեն մեկի կյանքում Տիրոջ փառք երևում է։ Ամեն։ Մենք դե մի ամիս առաջ խոսում ենք կնոջս հետ, որ երեխեն պետք է գնա դպրոց, դե մտածում ես ինչ դասատու ընտրես, որ դասատուի մոտ գնա, լավ գտնի, չէ՞ որ ասենք երեխեքին սիրի, լավ դասատունի, լավ մարդ լինի, դες մտածում ես ու կինս ասում է մանկապարտեզ երբ որ խոսում էի, ասում է ուրիշ մամաներ կային, ասում են դե բայց դասատուն պետք է բոլորին էլ սիրի։ Բոլորին պետք է սիրի։ Գիտես սիրելիս, օրինակ մտածի, ոքի դպրոցի մասն մտածի։ Ասենք դասատուն, որ դասատու է։ Դասանում 38 աշակերտ կա։ Կան գերազանցիկ, կան ծույլիկ, կան որ միշտ օգնում են, կան միշտ խանգարում են։ Ինչ ես կարծում, ամեն մեկին նույն ձևա վերաբերվելու։ Գիտես ամեն մեկին նույն ձև չի վեր։ Հա սիրում է սաղեն էլ։ Աստված էլ սաղեն սիրում է, բոլորն էլ սիրում է, բայց ոչ բոլորի կյանքում է Տիրոջ փառք երևում։ Ոչ բոլորի կյանքում է Տերը գործում։ Ոչ բոլորի միջոցով է Տերը գործում։ Ամեն։ Դա մենք դասատուին նայելով հասկանում ենք, դա նորմալ է, լոգիկայի մեջ է։ Նույնը պետք է հասկանանք, որ Տիրոջ մոտ իհարկե սիրում է, բայց դա շատ անգամ մեզանից է կախված։ Տիրոջ գործերը մեր կյանքում կերևա թե չի երևա։ Ինչքանով ենք մենք իրան սիրում։ Ինչքանով ենք մենք ուզում, որ իր լույսը մտնի մեր կյանք ու մեր խավարը լուսավորի։ Դա շատ կարևոր է, որովհետև Տերը շատերն է սիրում, բայց ինձ թվում է թե շատերը չի որ սիրում են Տիրոջը։ Բարի մարդկանց ավելի շատ է սիրում։ Մի հատ, ասենք, մի հատ հերոստացիով մի բան նայում ես, դեպի ես որ այս մարդը ավելի ոնց որ բարի գործեր անում, ավելի արդար է, ոնց որ մի քիչ իրան ավելի ես, չէ՞, ասենք, չգիտեմ, մի հատ շոու ես նայում, իրան ավելի ես բալետ անում, չգիտեմ, որ ինքը ավելի լավն է, ավելի բարի է, չէ՞, ավելի արդար է։ Քանց թե այն մարդուն, որ ասենք խախտում է օրենքները, իրան վատ է բանում, ավելի չար, աննախանձ է, ինքը ուղղակի նայելով ընտրում ես այն մարդուն, ով որ ավելի բարի է, ավելի արդար է, չէ՞։ Նույնն է Տիրոջ գործերն է երևում այն մարդկանց կյանքում, ով որ ավելի արդար է ապրում, ավելի մաքուր է ապրում, ավելի սուրբ է ապրում։ Ու դա պատահական խոսքեր չէ, որ Տերը ասում է սուրբ եք, որտեղ ես սուրբ եմ։ Պետք է մաքուր ապրենք։ Վերադառնանք ելի մեր Ղազարոսին։ Նայեք, ասում է, երբ որ լսեց Հիսուսը, թե նա հիվանդ է, 6-րդ խոսքն է, այն ժամանակ 2 օր մնաց այնտեղ ուր որ էր։ Չհասկացանք։ Եթե Տերը սիրում էր Ղազարոսին, լսեց որ Ղազարոսը հիվանդության մեջ է, խնդրի մեջ է, խնդրի մեջ է, պետք է վրոձիբը շուտ գնար մոտը, չէ՞։ Ասում է 2 օր մնաց այնտեղ ուր որ էր։
Գիտես սիրելիս, Տերը ամեն ինչին ժամանակ ունի։ Ամեն ինչին ժամանակ ունի։ Ինքը ավելի լավ գիտի, երբ գա իմ ու քո կյանքը, երբ բացի մեր համար դռները, երբ տա մեր օրհնությունները ու օծությունը։ Տերը ավելի լավ գիտի։ Ասում է, լսես, որ հիվանդը ու 2 օր մնաց այնտեղ, որ էր։ Մենք մտածում ենք, երբ որ խնդիր է գալի, երբ որ խնդրեմ է գալի, ես աղոթում եմ, Տեր օգնի, Տեր հանս հրամեջից, պետք է անմիջապես հենց այդ վարքյանին Տեր գա։ Պետք է մի անգամ ուզգա իմ կյանքը։ Բայց Տերը ավելի լավ գիտի, երբ պետք է գա։ Համաձայն ես։ Երբ որ հիշում եք, երբ որ եղբայրները տոնե էին գնում, Երուսաղեմ ասին, արի մենք էլ գնանք, իրար հետ գնանք, ասեց ես չեմ գալու, իմ ժամանակը չի։ Հետո եկավ ժամանակը գնաց։ Կամ երբ որ հիշում եք Մարիամը, երբ որ հարսանիքին գնաց է, առաջի հրաշքն էր։ Երբ որ հարսանիքին գնաց է, ասում է, դե գինին պրծելա, մի բան արա։ Ասում է, քեզ ինձ, ժամանակը չի իլա։ Իմ ժամանակը լի չի։ Հասկանում ես, չէ՞, Տերը ամեն ինչի ժամանակ ունի։ Ու ինքը հստակ գիտի երբ է պետք գալ քո կյանքը ու քեզ օրհնելը։ Նես չի, որ ինքը գիտես, այդ ժամանակը Աստծո սերը այդ ժամանակի հետ կապված չի։ Մենք մտածում ենք, որ Աստծո սերը դրա հետ կապված է, բայց Աստծո սերը ժամանակի հետ կապված չի։ Երբ որ Տերը քեզ մի բան խնդրում ես ու դեռ չի պատասխանում, դիմի մտածի, որ Աստված քեզ չի սիրում։ Կամ չգիտեմ, Տիրոջ սերը պակասել է քո հանդեպ։ Չէ, ուղղակի Տիրոջը ամեն ինչին իր ժամանակը կա։ Բայց մի բան էլ ասեմ, Տիրոջ օրը հաստատ գալու է։ Էդ էլ իմացի։ Տիրոջ օրը գալու է։ 7-րդ խոսք ասում է, ապա նրանից հետո ասեց աշակերտներին. եկեք դարձյալ գնանք Հրեաստան։ Աշակերտները ասեցին նրան. Ռաբի, հիմա հրեաները ուզում էին քեզ քարկոծել։ Եվ դարձյալ այնտեղ ես գնում։ Հետաքրքիր է։ Գիտեք, որոշ ժամանակ առաջ դրանից ինքը կուրի աչքերը բացեց, եթե բացեք 9-րդ գլուխը Հովհաննեսի, ու այդ պատճառով շատերը հավատում էին նրան եւ շատերը ուզում էին քարկոծեին իրան հրեաներից եւ իրանք փախան այդտեղից գնացին, որտեղ ժամանակը չէր դեռ, ու աշակերտներն ասում են, լսի, ես որոշ ժամանակ առաջ քեզ ուզում էին սպանեին, քարկոծեին, ուզում ես էլի ինձ գնաս։ Ու հետաքրքիր հարց է, չէ՞, բայց լոգիկայով հարց է։ Աշակերտները մտածում են, արժի բայց գնալ թե չգնա։ Որովհետև Հիսուսը չէր կարա, ասենք, ասեր թող բժշկված լինի ու չգնար ընդ։ Կարա չէ։ Դες դեպքեր կա չէ, Աստվածաշնչում որ ասենք չգնաց, բայց ասես թող բժշկված լինի ու բժշկվեց։ Բայց այս անգամ Տերը որոշում է գնա։ Հետաքրքիր է, որովհետև գիտես ինչ, գործ կարանելու ընդ։ Տիրոջը գործ կարանելու։ Ու եթե Տիրոջը գործ կանելու, ու ինքը գնալու է, ոչ մի բան չի կարա իրան խանգարի։ Համաձայն ես։ Որտեվ եթե որ նայ քո կյանքում երբ որ Տիրոջից խոսք կա, որ միտեղ գնաս ու մի բան անես, ինչքան էլ ուզում ա վտանգավոր լինի այնտեղ որ գնում ես, եթե Աստված ասել է, ուրեմն կանի։ Աստված ասել, ուրեմն կպահի։ Ես միտեղ եմ ուզում կարդամ, էլի նույն տեղն է շարունակությունը 9-րդ գլխից։ Ասում է Հիսուսը պատասխանեց 11-րդ գլխից 9-րդ խոսքից։ Հիսուսը պատասխանեց. Չէ որ օրը 12 ժամ ունի, եթե մեկը ցերեկը ման գա, չի սահի, որովհետև այս աշխարհի լույսը տեսնում է։ Իսկ եթե մեկը գիշերը ման գա, կսահի, որովհետև լույս չկա նրանում։ Չի ասում լույս չկա ճանապարհին, ասում է լույս չկա նրանում։ Գիտես լույսը ինչն է։ Աստծո խոսքն է։ Մեր կյանքի լույսը Աստծո խոսքն է։ Ես միտեղ եմ ուզում կարդամ Սաղմոս 119-105-րդ խոսքը, շատ հայտնի խոսք է։ Ասում է քո խոսքը ճրագ է իմ ոտների համար եւ լույս իմ ճանապարհի համար։ Երբ որ Տիրոջից խոսք ունես, երբ որ Տիրոջ խոսքով լցված ես, որ խավարի միջով էլ ուզում գնաս, Տիրոջ խոսքը քո ճանապարհը լուսավորում է։ Տիրոջ խոսքը ճրագ է մեր ոտների համար եւ լույս մեր ճանապարհի համար։ Շատ կարեւոր է որ Տիրոջից խոսք ստանաս։ Դա է ամենակարևորը։ Երբ որ Տիրոջից խոսք ունես, կարաս համարձակ գնաս։ Ես քեզ վստահեցնում եմ Աստծո խոսքի իման վրա, որ Աստված քո հետ ալինելու։ Աստված քեզ պահելու է։ Ցես մի կարևոր բան եմ ուզում ասեմ քեզ։ Կարող է այսօրվա քարոզը մոռանաս, բայց ես հիշի։ Ես խնդրել եմ որ էկրանն էլ հանեն։ Տիրոջ կամքը քեզ երբեք չի տանի միտեղ, որտեղ Տիրոջ շնորհքը քեզ չի պաշտպանում։ Տիրոջ կամքը մի հատ էլ ասեմ, քեզ երբեք չի տանի միտեղ, որտեղ Տիրոջ շնորհքը քեզ չի պաշտպանում։ Դրա համար եթե Տիրոջ կամքով միտեղ գնում ես, Տիրոջ շնորհքը հետ է տա։ Տիրոջ շնորհքը հետ է տա։ Եվ ասեց սրանից հետո մեր Ղազարոս բարեկամը քնեց, բայց կգնամ որ զարթնեցնեմ նրան։ Եվ նրա աշակերտները ասեցին նրան. Տեր, թե որ քնելը կարողանա։ Լինում է, չէ, ասենք երեխեքը, եթե հիվանդանում են կամ մի բան, մեկը տեն մեզ քնեց, ասում ես դե որ քնելը կդզվի, չէ՞։
Մենք էլ որ ասենք մի քիչ վատ ենք մեզ զգում, որ պարկում ես ու քնում ես, ոնց որ քնից հետո մի քիչ ավելի դզվես, չէ՞։ Ոնց որ ուժերդ ավելի հավաքում ես։ Ասում են դե որ քնելա կդզվել էլ խեթանք, դե որ ուզում են քարկոծային սպանային մեզ։ Չէ, չգնանք էլի, հավես չկա։ Դե քնելա կդզվի։ Բայց Հիսուսը էլի է ասում, շարունակում է, ասում է Հիսուսը նրա մահվան համար էր ասել։ Նրանք էլ կարծում էին, թե քուն քնելու համար էր ասում։ Այն ժամանակ Հիսուսը հայտնի ասեց նրանց. Ղազարոսը մեռավ։ Ասում է ժողովուրդ, ձեր հետ խոսում եմ առակներով, ոնց որ մտածում եք էս այն է, ուղիղ ասեց, ասում է Ղազարոսը մեռավ։ Ու հետո հետաքրքիր շարունակություն, ասում է 15-րդ խոսում, եւ ես ուրախ եմ ձեզ համար։ Չհասկացանք։ Մեր բարեկամ Ղազարոսը մեռավ, ու ասում է ուրախ եմ ձեզ համար։ Էս ոնց բայց։ Ոնց էլի։ Մեր ընկերը մեռավ, մեր բարեկամը մեռավ, մեր մոտիկը մեռավ, ու դու ասում ես ուրախ եմ ձեզ համար։ Բայց շարունակում ասում եմ ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի։ Մեկ քեզ բան։ Որ դուք հավատաք ինձ։ Որովհետև Տիրոջ կամքն է ու նպատակն է, որ դու հավատաս նրան։ Ասում եմ ես ուրախ եմ ձեզ համար, որ այնտեղ չէի, որ դուք հավատաք ինձ։ Բայց գնանք նրա մոտ։ Եվ ասեց Թովմասը, երկվորակ կոչվածը, աշակերտներից. մենք էլ գնանք նրա հետ մեռնենք։ Գիտես, երևի թե հավատքով է ասում Թովմասը, չէ, ասում է գնանք մենք էլ մեռնենք, ինչ ուզում ալնի, մեր ուսուցչի հետ ենք։ Կամ էլ, չգիտես, կարող է ոնց որ ձեռառնալու նման լինի, ասում է գնանք մենք էլ մեռնենք, հա։ Մեռավ մենք էլ гнանք մեռնենք։ Որ ասում է с такими друзьями врагов не надо, հա։ Ասում է գնանք, ոգևորում է, գնացինք։ Գնանք մենք էլ մեռնենք։ Հիսուսը եկավ, նրան արդեն 4 օր գերեզմանի մեջ դրված գտավ։ Եվ Բեթանիան մոտ էր Երուսաղեմին 15 ասպարեզի չափով։ Եվ հրյաներից շատերը եկել էին Մարթային եւ Մարիամի մոտ, որ մխիթարեն նրանց իրանց եղբոր մասին։ Սելիս, էս էլ է կարևոր։ Ասում շատերը եկել էին։ Գիտես, մենք պետք է նենց ապրենք, երբ որ դժվարություն է գալի մեր կյանքերում, երբ որ հիվանդություն է գալի, որ շատերը գան մեր կողքը կանգնեն ու մխիթարեն մեզ։ Գիտես, շատ կարևոր է, որ դու նենց ապրես, որ մարդիկ քո մասին բարի կարծիք ունենան։ Գիտես, բարի մարդկանց կողը ավելի շատ են ուզում կանգնեն, քան թե չար մարդկանց կողը։ Նենց պետք է ապրենք, որ շատերը գան, երբ որ դժվարություն է, ու դուրդ գալիս է, չէ, ասենք մի հատ խնդրեմ է, մեկ է մի 5 հոգի զանգումաս մախբեր ինչով կարամ օգնեմ։ Ինչով կարամ օգտակար լինեմ։ Շատ ավելի վատ է, չէ, որ ոչ մեկի ոչ բանով չի ուզում քեզ օգնի, ասում է տեղներ։ Շատ ավելի դժվար է։ Բայց երբ որ դու բարի կյանք ունես, արդար կյանք ունես, մարդկանց բարություն ես արել, շատերը քո կողքը կանգնելու են։ Դժվարություններ գալու են, բայց շատերը կողքդ կանգնելու են ու քո ձեռքերը բարձրացնելու են ու քեզ օգնելու են։ Ասենք դերմես բարեկամը հիվանդանոց է, մեկ է հիվանդանոցի տնօրենը այն հերու ծանոթ տակո մի անգամ իրան ավտով միտեղ տարել ես, զանգում ասում ախպեր կարդացի ազգանունից հասկացա, որ քո բարեկամն է, մեր հիվանդանոցում է, ինչով կարամ օգտակար լինեմ։ Քեզ լավ ես, չէ՞ զգում։ Լավ է, չէ՞ որ ասենք հիվանդանոցի տնօրենը ուզում է օգնի քո բարեկամին, քո մոտիկին։ Որովհետև բարի բան ես արել, ուզում է հատուցի քեզ։ Մենք հայերը չենք սիրում դա տակամանալը, որ մեկը մի լավ բան է անում մեր կյանքում, ասում ենք ես ինչ անեմ իրան։ Չեմ սիրում տակամանալը։ Ինքը լավ բան արեց իմ կյանքի համար, ես էլ եմ ուզում լավ բան անեմ։ Գիտես, նենց ապրենք, որ շատ մարդիկ ուզենան մեզ բարի բաներ անեն մեր համար։ Նենց ապրենք։ Դա մեզնից է կախված, սիրելիս։ Մենք ինչպիսի մարդիկ ենք։ Մարդիկ կան, որ սկի բարեկամները չեն ուզում բարևեն իրանց։ Մարդիկ կան, որ սկի բարեկամ չեն, բայց նենց բարի ձևով են ապրում, որ ամեն մեկը իրանց կողքը ուզում է կանգնի։ Պետք է նես մարդ լինենք, որ մեր կողքը շատ մարդիկ կանգնեն։ Այդ երբ որ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու, բայց Մարիամը տանը նստած էր։ Սելիս, այ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու, բայց Մարիամը տանը նստած էր։ Գիտես, ուզում եմ քեզ մի բան ասեմ։ Քո Մարիամը տանը նստած է։ Քո Մարիամը տանը նստած է։ Կարող է Մարիամ չանունը, կարող է Կարինե, չգիտեմ, Աշոտա, Կարենա, բայց ինքը տանը նստած է։ Քո Մարիամը տանը նստած է։ Ու դա գիտես ինչ, դա չի նշանակում, որ ինքը հերոյա Տիրոջից, Աստծուն չի սիրում։ Ուղղակի լինում է դեպքեր, երբ որ մարդիկ ընկել են դժվար իրավիճակի մեջ ու իրանք շատ վատ են զգում։ Իրանց համար շատ դժվար է։ Իրանք չեն հասկանում ուր գնան, ինչ անեն։ Պանիկայի մեջ են մարդիկ ընկնում մեկ-մեկ դժվարությունների պատճառով։ Երբ որ մոտիկ մարդու կորուստ է լինում կամ մի բան է լինում, մարդիկ շատ հաճախ ուղղակի չեն կարող կողմնորոշել ինչ անեն։ Ասում Մարթան գնաց, բայց Մարիամը տանը նստած էր։ Ու միշտ ապի դատես, եթե հանկարծ մեկը ընկել է դժվար իրավիճակի մեջ։ Մի մտածի, որ ուրեմն տեսել տեղներ։ Մարթան ասեց Հիսուսին. «Տեր, եթե այստեղ լինեիր, իմ եղբայրը չէր մեռնի»։
Գիտեք, մենք շատ հաճախ մտածում ենք կորցրած հնարավորությունների կատեգորիաներով։ Եթե սենց լներ, նենց կներ։ Եթե սենց կա, ասենք, լինում է դեպք, որ մտածում ես, որ ախր այս խելքին լնեի, այն ժամանակ այն ինչ կանեի։ Լինում է, չէ՞։ Մտածում ես, եթե սենց լներ, հիմա ասենք 10 տարի առաջ սենց կպահի ինձ։ Դոլարը 125 էր։ Հիմա դարը 25-ի ժամանակ կառնեի կպահի 125-ի կծախեի, չէ՞։ Մտածում ես, ոնց կարի օգտագործել հնարավորությունները։ Մեկ լինում է, մենք մտածում ենք կորցրած հնարավորությունների կատեգորիաներով։ Մի մտածի տես սիրելիս։ Եթե մտածելու լինես, միշտ կգտնես այնպես բաներ, որ ախր այն վաղ սենց անեի, սենց կստացվեր։ Մարդան եկել ասում է, «Տեր, որ ստեղ լնեի, իր ախպերս չեր մեռնի»։ Մենք շատ հաճախ տենց ենք մտածում, բայց Հիսուսը ուրիշ ծրագիր ուներ ուղղակի։ Բայց հետաքրքիր խոսքեր ասում դրանից, ասում է, հիմա էլ գիտեմ, թե ինչ որ Աստվածանից խնդրես, Աստված կտա քեզ։ Հռչակում է։ Ասում է, գիտեմ, որ ինչ որ խնդրես, Աստված կտա քեզ։ Հիսուսը նրան ասեց, քո եղբայրը հարություն կառնի։ Պատկերացնում ես ինչ ասում։ Ասում է, քո եղբայրը հարություն կառնի։ Արդեն 4 օր է մեռած է։ Ասում է, քո եղբայրը հարություն կառնի։ Ու երբ որ Տերը մի ինձ բան ասում, որ գերբնական է, մենք մի անգամից սկսում ենք մտածել, ոնց։ Ախր ոնց։ Ախր դա իմ տրամաբանությունից վեր է, ֆիզիկայի օրենքներից վեր է, բայց ոնց կարա տենց լինի։ Ոնց կարա մի բան գա, որ ոչ մեկ չի տեսես այս բան։ Ոնց կարա մեռածը 4 օրվա մեռածը հարություն առնի։ Գիտես, երբ որ Տերը քեզ մի բան ասե, հաստատ անելու է։ Հաստատ անելու է։ Դաժե եթե քեզ թվում է դե ոնց, դու չգիտես պատասխանը ոնց է գործելու, բայց Տերը եթե ասել է, անելու է։ Կարևորը որ Տերը ասած լինի։ Եթե Տերն ասե, անելու է։ Ուզում եմ մի հավատքի մարդու կյանքին նայենք։ Եբրայեցիս 11-րդ գլուխը 8-րդ խոսքից խոսում է Աբրահամի մասին։ Ասում է հավատքով Աբրահամը երբ որ կանչվեցավ, հնազանդ եղավ դուրս գալու այն տեղը, որ ժառանգության համար ստանալու էր։ Եվ դուրս եկավ գնաց առանց գիտենալու, թե ուր էր գնում։ Առանց գիտենալու։ Սելես մեկ հավատքի մեջ կա բաներ, որ դու ուղղակի չգիտես։ Ասում է Աբրահամը հավատքով դուրս եկավ գնաց այնտեղ որտեղ պետք է ժառանգեր, բայց չգիտեր ուր էր գնում։ Գիտես, երբ որ դու հավատքի մեջ ասում ես 2 անգամ 2 4 է ստացվում։ Ուրեմն 2 հատ քայլ պիտի անեմ, որ հետո 4 ստացվի, չգիտեմ ինչ, երբ որ դու ամեն ինչ հաշվարկում ես, դա հավատք չի, դա հաշվարկ է։ Հավատքի մեջ շատ բաներ կա, որ դու չես կարող ծրագրավորես։ Դու չես կարող պլանավորես։ Դու ուղղակի պետք է հավատքի քայլ անես։ Դու անում ես ու դու գիտես Աստված ինչ է բերելու։ Դու չես իմանում, Տերը ուր է տանելու։ Բայց ասում է գնաց, չիմանալով թե ուր էր գնում, որովհետև հավատքով գնաց։ Ու ասում է, հետո շարունակությունը եթե նես, ասում է հավատքով բնակվեց վրաններում Իսահակի, Հակոբի հետ, որ այդ ժառանգության մասնակիցն էին, որ Տեր իրանց էլ էր խոստացել։ Գիտես, երբ որ դու մտածում ես, ախր երեխա ես, ախր թորներս, ո՞նց եմ անելու, ինչ եմ անելու, բայց Տերը խոսք է տվել, դուրս արի։ Դուրս արի։ Ես քեզ օրհնելու եմ։ Ես քեզ զորացնելու եմ, ես քեզ բարձրացնելու եմ։ Շատ հաճախ մեր կյանքում մենք քայլեր ենք անում ու չգիտենք հետևում ինչ է կանգնած։ Տերը ինչ է բերելու մեր ճանապարհին։ Բայց քեզ ուզում եմ ասեմ, այն որ ասեցի, երբ որ Տիրոջ կամքը քեզ մի տեղ է տանում, Տիրոջ շնորհքը քեզ օրհնելու է։ Տիրոջ շնորհքը քեզ պահելու է։ Տիրոջ շնորհքը քեզ բարձրացնելու է, զորացնելու է։ Ուղղակի դու հավատքի քայլ արա։ Դաժե եթե չգիտես ինչ է քեզ սպասում առջևում։ Շատ կարևոր է որ մենք ամեն փառք Տիրոջը։ Որտեվ ասա խոսքը գիտեք ինչ ասում է, որտեվ մենք հավատքով ենք քայլում եւ ոչ թե երևույթով։ Մենք հավատքով ենք քայլում։ Մենք հավատացյալ ենք, չէ՞։ Մենք հավատքով ենք քայլում, սիրելիս։ 24-րդ խոսքը ասում է Մարթան նրան ասեց. Գիտեմ որ հարություն կառնի։ Տերը եկել էր ասաց քո եղբայրը հարություն կառնի, չէ՞։ Ասում է գիտեմ որ հարություն կառնի։ Գիտեմ։ Հետին օրերում է։ Այն որ սա հարություն առան, այն վաղտե հարություն կառնի։ Ու Հիսուսը շատ կարևոր խոսքեր է ասում, ասում է 25-րդ խոսքը ասում է Հիսուսը նրան ասեց. Ես եմ հարությունը եւ կյանքը։ Ինձ հավատացողը թեև մեռնի էլ կապրի։ Ամեն։ Ամեն։ Ասում է եւ ամեն ով որ կենթանի է եւ ինձ հավատում է, հավիտյան չի մեռնի։ Հավատում ես սրան։ Հիսուս հարց է տալի, հավատում ես սրան։ Սրես հարց եմ տալի, հավատում ես սրան։ Փառք Տիրոջը։ Նրան ասեց. Այո Տեր, ես հավատացել եմ, թե դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ պետք է աշխարհ գայիր։ Եվ երբ որ այս ասեց, գնաց թաքուն կանչեց իր Մարիամ քրոջը։ Եվ ասեց. Վարդապետը եկել է եւ կանչում է քեզ։
նա երբ որ լսեց, շտով վեր կացավ եւ եկավ նրա մոտ։ Էլ եմ ասում սիրելիս, կանչի Մարիամին։ Ասա վարդապետը քո հետ գործ ունի։ Հիսուսը քո հետ գործ ունի։ Քեզ խոսք ունի ասելու սիրելիս։ Ու գիտես, մի անգամ եթե չեկավ, չի նշանակում, որ երկրորդ անգամ էլ չի գա։ Մի մտածի, որ մի անգամ մեկին կանչել ես եկեղեցի կամ չգիտեմ, Աստծո խոսք ես խոսացել, էլ պետք չի հետը խոսաս։ Ասում Մարիամը տանը նստած էր միջև հետ, բայց երբ որ լսեց, որ Մարթան երկրորդ անգամ եկավ, ասեց վարդապետը եկել է ու քեզ կանչում է, ասում վեր կացավ ու գնաց։ Սիրելիս, կանչի Մարիամին։ Կանչի Մարիամին։ 31-րդ խոսքում ասում է, բայց հրաները, որ տանը նրա հետ էին եւ նրան մխիթարում էին, երբ որ Մարիամին տեսան, թե շուտով վեր կացավ եւ գնաց, նրա ետևից գնացին, ասելով թե գերեզման է գնում, որ այնտեղ լա։ Գիտես, երբ որ քո կյանքում խնդիր է գալի, դժվարություն է գալի, մարդիկ կողքից մտածում են, որ դու հեսա գնալու ես գերեզմանը լացելու, որ դու գնալու ես լացելու քո խնդրի վրա, վայ ես ինչ եղավ, վայ ես ինչ եկավ իմ կյանքը, ախր ես սրան էի արժանի։ Հրանն ասում է, մտածեցին, որ երևի գնում է գերեզմանը լացելու, բայց գիտես որ գնաց Մարիամը։ Ասում է, բայց երբ որ Մարիամը այնտեղ եկավ, ուր Հիսուսն էր, Մարիամը գերեզման չգնաց, Մարիամը Հիսուսի մոտ գնաց։ Երբ որ քո կյանքում խնդիր է, երբ որ քո կյանքում խնդրեմ է, պետք չի գնաս լացես խնդրիդ վրա, պետք է գնաս Հիսուսի մոտ։ Մարդիկ սպասում են, որ դու լացելու ես գնալու ես գերեզմանը լացես, երբ որ դժվարություն է եկել, բայց ասում է Մարիամը գնաց Հիսուսի մոտ։ Ու գիտես ինչ, այդ մարդիկ որ հետևից գնում են, իրանք էլ գնացին Հիսուսի մոտ։ Գիտեն թե գերեզման են գնում, եկան Հիսուսի մոտ։ Այն մարդիկ որ քո կողքն են, որ սպասում են, որ դու լացես, Հիսուսի մոտ արի, որ իրանք եկան Հիսուսի մոտ։ Որ իրանք տեսնեն քո կյանքը Հիսուսի մոտ գան։ Եվ տեսավ նրան, նրա ոտներ ընկավ եւ ասեց նրան. Տեր, եթե այստեղ լիներ, իմ եղբայրը չէր մեռնի, դուբլ դվա։ Երկրորդ քուրնա։ Մի քուր ասեց ստերներ ախպերս չէր մեռնի, հիմա երկրորդն է, եկի ասում է ստերներ ախպերս չէր մեռնի։ Նույն բառերով։ Հիսուս երբ որ նրան տեսավ, որ լաց էր լինում, եւ նրա հետ եկած հրաներին, որ լաց էին լինում, իր հոգով խռովեց եւ հուզվեց։ Գիտես, մենք հաճախ մտածում ենք, երբ որ խնդիր է գալի իմ կյանքը, դե Տերը ընդ է հերում է, երկնքում անդեմ իտեղ, բայց ես դե իմ խնդիրների մեջ եմ, պետք է իմ յուղով տապակվեմ։ Չէ՞։ Մենք շատ հաճախ տենց ենք մտածում։ Դե Աստված ընդ է, ասենք, գերբնական բաներ է որոշում, ասենք, Ամերիկա, Եվրոպա, Ազիա, տես բաներ է որոշում։ Ես իմ խնդրով ինչ, իմ խնդիրը իմ կյանքում։ Բայց ասում է Հիսուս, երբ որ լսես, խռովես, հուզվես, սրես քո Աստված քո կողքին է։ Քո Աստված քո կողքին է։ Միշտ ուզում է քեզ բարձրացնի, քեզ զորացնի, քեզ օգնի, երբ որ դու խնդիր ունես, խնդրեմ ունես, Աստված քո կողքին է։ Մեր Աստվածը նենց հերվում Աստված չէ, մեր Աստված մոտիկում է Աստված։ Ամեն։ Մեր Աստված մեր կողքին է։ Ու այն անգամ որ դու մտածում ես, որ Աստված քո կողքին չի, ավելի մոտիկ է քեզ, քան թե դու գիտես։ Եվ ասեց ուր դրիք նրան։ Նրան ասեցին. Տեր, եկ եւ տես։ Հիսուսը արտասվեց։ Ոնց արտասվեց։ Երկնքի ու երկրի արարիչ չարտասվեց, որովհետև սիրում էր Ղազարոսին։ Սիրում էր։ Տեսա որ լացում են, տեսա որ քույրերը վշտի մեջ են, արտասվեց, ինքն էլ ցավեց։ Տերը քո խնդրի ժամանակ ցավում է սրելիս։ Ինքը չի ուզում որ քո կյանքում խնդրեմ լինի, չի ուզում որ խնդիր լինի, չի ուզում որ հիվանդություն գա, չի ուզում որ դու մեռնես, ուզում է որ դու ապրես։ Գիտեք, նայեք, երբ որ խնդիր է քո կյանքում գալի, ասենք հիվանդությունը, արմատը ով է։ Թշնամին է, չէ՞։ Գիտես, Տերը չի ուզում որ քո կյանքում հիվանդություն գա, քեզ մի հատ բարի լուր ունեմ։ Տերը երբեք չի ուզում որ քո կյանքում խնդիր գա։ Ասենք, նայեք, թույնը վատ բան է, չէ՞։ Նու թույնը վատ բան է, օծի թույնը վատ բան է, մարդկանց ոնց որ վնաս է, բայց մարդը իր խելքով այդ թույնը օգտագործել է որ դեղ շինի, չէ՞։ Գիտեք որ դեղեր են շինում թույնի հիման վրա։ Ասենք անտիվիրուս են շինում վիրուսի հիման վրա։ Դες եթե մարդը կարում է այդ վատ բանը օգտագործի, որ լավ բան ստանա, բա Տերն ինչ ասի։ Ինքն էլ գիտես այդ իրավիճակը որ քո կյանքում գալիս է, այդ հիվանդությունը, դժվարությունը որ գալիս է, հա էլի որ թշնամին է ուզում որ գա, բայց Տերը կարա նենց օգտագործի, որ դա քո կյանքում օրհնություն բերի։ Երեսուն վեց որ խոսք ասում է հրյաները ասում էին տես ինչպես էր սիրում նրան երբ որ տեսան որ լացում է ասում նրանցից էլ ոմանք ասում էին մի տեսա որ կուրի աչքերը բացեց
չէր կարող անել, որ սա էլ չմեռնի։ Միշտ հայտնվում են այն մարդիկ, այն ուժեղ հավատացյալները, որ կողքին ասում են, դե որ Աստված սենց ուժեղ է, չէր կարան հենց աներ, որ սել չընկներ այս խնդրի մեջ։ Չէր կարան հենց աներ։ Ինձ օրինակ ասում են, գիտես, ասում են, դե որ դու միշտ ասում ես Աստված ունեմ, աշխարհը չունի, Աստված իմ կողքին է, Աստծո վրա իմ հույսը, չէր կարան հենց աներ, որ այդ խնդրի մեջ չընկներ։ Կարար սիրելիս։ Աստված ամենակարող է։ Ուղղակի Տերը թողում է, որ մեր կյանքում խնդիրներ գա, գիտես խի, որ կռվել սովորենք։ Որ կռվել սովորենք։ Պետք է մենք սովորենք կռվել ու հավատքով հաղթենք, երբ որ դժվարություն է գալի։ Միշտ լինում են մարդիկ ասում են, դե չէր կարա սենց չգար, սենց բան չլներ։ Կարար սիրելիս, կարար։ Ուղղակի Աստված քեզ երբեք չի ասել, որ խնդիր չես ունենալու։ Ոչ մեկ քեզ չի խոստացել։ Ուղղակի Աստված գիտես ինչ է խոստացել, որ քո խնդրի մեջ ես կողքդ եմ լինելու։ Ես քեզ օգնելու եմ։ Այդ է խոստացել Տերը։ Ոչ թե խնդրեմ չի լինելու։ Սրես մեր խնդիրների մեջ Տերը մեր կողքին է ու օգնում է մեզ։ Հիսուսը դարձյալ խրոված եկավ գերեզմանը, եւ այն մի քարեր էր, եւ մի քար նրա վրա դրված։ Եկավ գերեզմանը մի հատ քարեր վրան դրած։ Ասում է Հիսուսը ասեց. այդ քարը վեր առեք։ Այդ քարը վեր առեք։ Լսի, չէր կարան հենց աներ, որ այդ քարը չլներ, կամ քարը ինքը երասներ։ Չէր կարա։ Երկնքի երկի արարիչն է, որ եկել է մեռելին հարություն տալու։ Չէր կարան հենց աներ, որ այդ քարն էլ ինքը երասներ։ Գիտես, բաներ կա, որ մեր բաժինն է։ Բաներ կա, որ մարդկանց բաժինն է։ Այդ քարը վեր առնելը այդ մեր բաժինն է։ Դա մենք պետք է անենք։ Պայմանագիրը միշտ երկկողմանյան է։ Կա քո իրավունքները, բայց կա քո պարտականությունները։ Մեր խնդրումը գիտես ինչու է, որ շատ հաճախ մենք մոռանում ենք այն բանի մասին, որ մենք պետք է անենք, ու կենտրոնում ենք այն բանի մասին, որ Աստված պետք է անի։ Ու շատ մտածում ենք, կանի թե չի անի, սենց գլի թե նես գլի։ Դու քոնը արա, Աստծունը թող Աստծո վրա։ Որովհետև Աստված ամենակարող Աստված է, ինքը հաստատ կարող անի։ Եթե դու քոնը պահես, քո բաժինը անես, ինքը իրանը կանի։ Ուզում ես ընկերներ ունենաս, պետք է ընկերասեր լինես։ Ուզում ես քեզ սիրեն, դու էլ պետք է սիրես մարդկանց։ Ուզում ես որ օրհնված լինես, պետք է զոհաբերող լինես, ժլատ չլինես։ Ամեն ինչին պայման կա։ Տերը խոստումներ ունի քո կյանքի համար, բայց այդ խոստումները միշտ պայման կա, չէ՞։ Եթե Տիրոջ խոսքը կարդաս, քնես, կտենաս, որ ամեն մի օրհնանքից առաջ ասում է, բայց եթե սենց անես, չէ՞։ Ասում է տալիս եմ քեզ, կյանքում հա, ընտրի։ Ամեն ինչի համար դու պետք է ընտրություններ ես կատարում։ Եթե դու ճիշտ ես քեզ պահում, դու էլ փորձի սուրբ ապրես, մաքուր ապրես, անարատ կյանք ունենաս, տենամ Աստված օգնելու է, թե չի օգնելու։ Գիտես, Սաղմոս իմ ամենասիրած տեղերից մեկն է, ասում է, ես երեխայի եւ մեծացա եւ չտեսա արդարին լքված Տիրոջ կողմից եւ նրա զավակին հաց մուրացող։ Դու արդար ապրի հələ, դու արդար ապրի, տենամ Աստված թողելու է քեզ, թե չի թողելու։ Գիտես, մենք մեր անելիքը մոռանում ենք շատ հաճախ։ Մտածում ենք այն մասին, որ Աստված պետք է անի։ Չէ, սիրելիս, քարը վեր առնելը այդ մեր գործն է, այդ մենք պետք է անենք։ Մեր կյանքերում շատ հաճախ լինում է, որ քո օրհնության վրա, քո օծության վրա, քո երազանքների վրա, այն մարգարեությունների վրա, որ Տերը քեզ տվել է, դրա վրա մի հատ 7 տոնանոց քար ենք դնում ու մոռանում ենք։ Մենք արդեն համաձայնվել ենք այդ պետքի հետ, որ արդեն հոտացա, մեռացա, չգիտեմ ինչ է, ու չենք էլ ուզում բացենք այդ գերեզմանը, որ Աստված կայունա հարություն տա։ Էլի գնանք մի հատ Աբրահամին, էլի, ասում է, որ երբ որ Աստված եկավ, պատմեմ այս պատմությունը, ծնդոցում է գրած, երբ որ Աստված եկավ ու ուզեց ուխտ կապի Աբրահամի հետ, ասում է, նայ, իմ համար զոհեր վերց։ Կիս իրար մեջ, ու ասում է Աբրահամը վերցեց այդ զոհերը, կիսեց իրար մեջ, դրեց մի կտորը մյուսի դեմը, ու ասում է եւ զոհի վրա այդ որ կիսել էր դիերի վրա, ասում է գիշատիչ թրջուններ եկան։ Բայց Աբրահամը ետ քշեց նրանց։ Կարար չի ասեր դու ես եկե, դու ես ուզում իմ հետ ուխտ կապես։ Դեն են ծառա որ գիշատիչ թրջուններն է հեռանան։ Չի ասում Աբրահամը ետ քշեց նրանց սիրելիս։ Դա Աբրահամի բաժինն էր։ Աբրահամը իրան արեց։ Ինքը պետքա պահեր, այն ինչ որ Տերը տվել է իրան։ Տերը եկավ, ասեց ուխտ եմ ուզում կապեմ հետդ, բայց կար բաներ, որ Աբրահամը պետք է աներ։ Կա մեր բաժինը, արի մեր բաժինը ճանաչենք ու անենք։ Մեր բաժնի մեջ հավատարիմ լինենք։ Հիսուսը նրան ասեց. Չէ, կներեք։ Երբ որ Մարիամը Մարթան ասեցին գերեզմանը քարը բացեք, Մարթան գալիս ասում է լսի, Հիսուս ջան, ախր 4 օրվա է, արդեն հոտ է գալի, արդեն խնդիրը արդեն խորացել է, արդեն դժվար է։ Ու գիտես շատ հաճախ մենք հնազանդվում ենք ու համաձայնվում ենք պարտության հետ։ Ասում եմ դե արդեն 4 օրվա է։
Մեր համար ավելի հեշտ է։ Գիտես, ավելի հեշտ է на самом деле հանձնվելը, քան թե պայքարելը։ Ավելի հեշտ է։ Որովհետեւ թող լինի ինձ ոնց որ եղավ, ոչինչ։ Դե կարայի հա sense բաներ անեի, բայց դե չստացվեց, ինչ անենք։ Իմ կյանքն է sense դասավորվեց։ Շատերն ասում են դե ճակատագրից sense դասավորվեց։ Չէ, սիրելիս, քարը վերար։ Տես Հիսուսը ինչ անել քո կյանքում։ Քարը վերար։ Ասում է, չէ, հոտած ախր է։ Հիսուսն ասում է, այն ինչ որ այսօր որտեղից որ եկավ այսօրվա քարոզի վերնագիրը։ Եվ Հիսուսը նրան ասեց 40-րդ խոսքն է. «Չասեցի քեզ, որ եթե հավատաս, Աստծո փառքը կտեսնես»։ Աստծո փառքը կտեսնես։ Եվ քարը վեր առան, մարդիկ արեցին այն ինչ որ իրանց բաժին էր, ուր որ մերելը դրված էր։ Հիսուսն էլ իր աչքերը դեպի վեր բարձրացրեց եւ ասեց. «Հայր, գոհանում եմ քեզանից, որ ինձ լսեցիր։ Եվ ես գիտեի, որ միշտ էլ լսում ես ինձ, բայց այս շրջակա ժողովրդի համար արեցի, որ հավատան, թե դու ուղարկեցիր ինձ»։ Էլի ասում է հավատան։ Շուտ եք աշակերտին ասում է ես ձեր համար ուրախ եմ, որ այնտեղ չէի, որտեղ որ դուք ինձ հավատաք։ Ստել ասում է այս շրջակա ժողովրդի համար արեցի, որ հավատան, որ դու ուղարկեցիր ինձ։ Եվ այս ասելով մեծ ձայնով աղաղակեց. «Ղազարոս դուրս արի»։ Ղազարոս դուրս արի։ Գիտես մի բան ասեմ քեզ, Ղազարոսը տարբերակ չուներ։ Եթե Հիսուսն ասել է դուրս արի, պետք է դուրս գար։ Ուզեր չուզեր դուրս էր գալու։ Քո խնդիրներ տարբերակ չունի։ Եթե Հիսուսը ասի դուրս արի, դուրս է գալու։ Հասկանում ես։ Եթե դաժե քեզ թվում է որ գերբնական ախր sense չի լինում, բայց եթե Հիսուսը ասել է դուրս արի, դուրս է գալու։ Իրան տարբերակ չկա։ Հիվանդությունը, թե բռնվածությունը, թե ֆինանսական ճգնաժամը, ինչ ուզում լինի, ինչ տարբերակ ուզում ունենաս։ Դու ավելի լավ գիտես որն է քո խնդիրը, բայց եթե Հիսուսը ասել է դուրս արի, դուրս է գալու։ Ուղղակի նենց անենք, որ Հիսուսը կարենա ասել էլի դուրս արի։ Պետք է քարը վեր առնես, որ Հիսուսը կարենա ասի դուրս արի, Ղազարոս դուրս արի։ Հասկանում ես։ Մենք որ քարը չենք վեր առնում, Հիսուսն էլ սպասում ենք երբ ասելու դուրս արի, երբ ինձ բժշկելու։ Բայց դու հələ չես լուծե քո նախանձի հարցը, չես լուծե ուրիշ հարցերը, որ խանգարում են։ Պետք է այդ հարցերը լուծես, պետք է քարը հեռացնես, որ Աստված ասի դուրս արի, Ղազարոս ջան, դուրս արի, արի։ Քո օրհնությանը ասի դուրս արի, քո օծությանը ասի դուրս արի։ Մարդիկ կան, որ մարգարեություններ ունեն այս կյանքերում, որ մեծ գործեր են անելու Տիրոջ համար, բայց երկար տարիներ չեն անում, որովհետև քարը դեռ վերարած չի։ Քարը դեռ հեռացված չի։ Այդ քարը պետք է հեռացնես։ Եվ մերելը դուրս եկավ, ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած։ Հիսուսը նրան ասեց. «Արձակեցեք դրան եւ թող գնա»։ Հետաքրքիր է։ Երբ մարդիկ արեցին իրանց բաժինը, Տերը արեց իր բաժինը։ Ամեն։ Մեր կյանքում էլ կան, գիտես, այդպես իրավիճակներ, երբ որ մենք փորձում ենք մեր տրամաբանությունով վարվենք։ Մենք մեռած բաներ կան կյանքերում, մեռած բաներ։ Բայց կարևորը մի միտք եկավ։ Գիտես, Ղազարոսը խի դուրս եկավ գերեզմանից, որովհետև մեռած էր։ Մեռած էր։ Երբ որ դու մեռած ես աշխարհի համար, Տերը կարա հրաշք գործի քո կյանքում։ Երբ որ դու մեռած ես աշխարհի համար, ինքը չէր կարող արդեն ասել չի ստացվի կամ չգիտեմ ինչա, ուղղակի ինքը մեռած էր։ Երբ որ դու մեռած ես աշխարհի համար, Տերը ավելի հեշտ է գործում քո կյանքում։ Ավելի շատ հրաշքներ է կատարում քո կյանքում, երբ որ դու մեռած ես աշխարհի համար։ Ուղղակի փոխաբերական իմաստով հասկացի։ Ղազարոսը մեռած էր ու չէր կարող խանգարել Տիրոջ։ Մենք շատ հաճախ խանգարում ենք Տիրոջը։ Մեր գործը գիտես որն է։ Տիրոջը չխանգարես։ Արդեն 90%-ն է հաջողության։ Ուղղակի Տիրոջը չխանգարես, որ քո կյանքում գործի։ Երբ որ դու Տիրոջը չես խանգարում, հեշտ է գործում քո կյանքում։ Երբ որ քո էգոն, քո ամբիցիաները չեն խանգարում Տիրոջը, ավելի հեշտ է գործում Տերը քո կյանքում։ Երբ որ դու մեռած ես քո էգոյի համար, քո էգոցենտրիզմի համար, քո ամբիցիաների համար, երբ որ դու մեռած ես դրանց համար, Աստված հեշտ է գործում քո միջոցով։ Քանի դեռ ամբիցիաներ կան, էգոիզմ կա քո կյանքում, դժվար է։ Տերը դժվար է բերում օրհնությունը քո կյանքում։ Ընտանիքում խաղաղություն չի գալի, որովհետև դու մտածում ես ոնց անես, որ քո կողմը քաշես վերմակը։ Ոնց անես, որ մենակ քեզ լավ լինի։ Երբ որ դու մտածում ես մենակ քեզ լավ լինի, դժվար է որ լավ հարաբերություններ ունենաս կողքիդ մարդկանց հետ, եղբայրներիդ հետ, քույրերիդ հետ։
Կան բաներ, որի համար պետք է մեռնենք։ Պետք է որոշենք, որ ես արդեն այս բաներից զզվել եմ արդեն, հոգնել եմ։ Հերիք է, որ իշխեն իմ կյանքում այն բաները, որ Տիրոջը հաճելի չեն։ Ես ուզում եմ, որ իմ կյանքը Տիրոջը հաճելի լինի, ամեն, որ մենք էլ լինենք Տիրոջը սրտին համեմատ մարդիկ։ Հրյաներից շատերը 45-րդ խոսքն ասում է շատերը, որ Մարիամի մոտ էին եկել եւ տեսան ինչ որ արեց Հիսուսը, հավատացին նրանց։ Երկրորդ անգամ ասում որ եկան Հիսուսի մոտ, տեսան ինչ արեց Հիսուսը ու հավատացին։ Գիտես, երբ որ մեր կյանքում դժվարություն է գալի ու մենք ճիշտ ենք անցնում ճանապարհը, շատ մարդիկ կան, որ մեզ հետևում են։ Շատ մարդիկ կան, որ եզրակացություններ են անում ու շատ մարդիկ կան, երբ որ Աստծո փառքը տեսնում են քո վրա, քո կյանքի վրա, իրանք էլ են հավատում Քրիստոսին։ Իրանք էլ են հավատում Տիրոջը։ Դեմար քո խնդրի մեջ կարս երկու հատ հաղթանակ ունենաս, երկու հատ հաղթանակ։ Մեկը որ դու ես դուրս գալ այդ խնդրի մեջից, մեկն է որ մարդկանց ես օգնում, որ իրանք Հիսուսին գան։ Մի խնդիր, երկու հաղթանակ։ Մի խնդիր, երկու հաղթանակ։ Մաթեմատիկան տենց է հոգևոր։ Հասկանում ես։ Եթե խնդիր ունես, քեզ ասեմ, եթե ճիշտ վարվես, երկու հատ հաղթանակ ես ունենալու։ Թող Աստված օրհնի քեզ, որ այդ հաղթանակները ունենաս։ Ու հաջորդ գլխում էր որ ասում քահանաները ուզում էին սպանեին Հիսուսին է Ղազարոսին էլ։ Ասում գիտես խի, ասում Ղազարոսի պատճառով շատերը եկան ու հավատացին Հիսուսին։ Շատերը եկան, ուզում էին սպանեին Ղազարոսին։ Այդ մարդը ինչ արա, մեռած էր իր համար պարկած էր գերեզմանում։ Հիսուս ասեց դուրս արի, դուս եկավ, մի ուզում են սպանեն դրան։ Ինքը ինչ վատ բաներ արել։ Ոչ չի բան։ Բայց ուզում էին սպանեն, գիտես խի, որտեղ հրաշքի միջոցով հավատք եկավ, բարձրացավ։ Ու մի բան էլ քեզ ասեմ, դու ստե տենում ես որ հավատք որ Ղազարոսը հարություն առնել, որ քուրերը հավատում էին։ Սրից շատ հաճախ Տերը գալիս է քո կյանքով հրաշքով, որ դու հավատաս։ Որ դու հավատաս։ Որտեղ Տիրոջ նպատակն է, որ դու հավատաս։ Հավատաս։ Երբ որ դու հավատում ես, երբ որ դու համոզված ես, դու խաղաղ ես։ Դու խաղաղված ես։ Դու համոզված ես։ Մենք գիտենք թե մենակ պետք է հավատան, որ սենս լինի, բայց շատ հաճախ, երբ որ դու թույլ ես, երբ որ դու դժվարության մեջ ես, Տերը հրաշքանում քո կյանքում, որ դու հավատաս։ Հիշում եք, մի քանի տարի առաջ խոսք ունենք, հաղթում ենք առաջ, որ դու հաղթես առաջ գնաս, որ դու հաղթես։ Տերը խոսք ունի քո համար, Տերը օրհնություն ունի քո համար, ուղղություն ունի քո համար։ Տերը պատրաստել է ամեն ինչ քո համար։ Like բաներ կա, որ գերեզմանի քարը դու պիտի վերառնես։ Այս քարոզը որ խոսում է, հենց դրա մասին է, չէ՞ խոսում, որ պետք է գերեզմանի քարը վերառնես, որ Տերը կարողանա օշնի քեզ, հրաշքներ բերի քո կյանքը, Ղազարոսին ասի դուս արի։ Բայց մի բան կա, որ Տերը ինքն է արել։ Գիտես, մի անգամ էլ գերեզմանի քարը բացվեց, բայց դա մարդիկ չբացեցին։ Հիշում եք, երբ որ Հիսուսը գերեզման դրվեց, եւ որ քույրերը եկան գերեզման, մեկը տեսան գերեզմանը բացած է։ Մի հատ հրեշտակ տեսան քարի վրա նստած։ Գիտես, բաներ կա, որ քո պատասխանատվության տակն է, քո բաժինն է, բայց փրկությունը Տիրոջ շնորհքն է, Տիրոջ պարգևն է։ Այդ փրկության համար քարը ինքը վերառավ։ Քո փրկության քարը վերառած է։ Մնում է, որ դու ուղղակի հավատաս ու դու ընդունես փրկությունը քո։ Քո փրկության համար դու ոչ մի բան չես վճարել։ Բայց քո փրկությունը ամենաթանկն է վերնա աշխարհին։ Պետք է պինդ պահես։ Քո փրկությունը այնտեղ է ստացվել։ Խաչի վրա է ստացվել։ Շատ կարևոր է, որ մենք գնահատենք։ Կարող է դու ոչ մի բան չես վճարել, բայց դու պետք է գնահատես քո փրկությունը։ Քո փրկության համար մեծ գին է վճարվել։ Ու գերեզմանի քարը Աստված ինքն է բացել։ Ասում է, եւ մենք փրկվել ենք շնորհքով, հավատքի ձեռով, ոչ թե գործերից, որ ոչ մեկ չպարծենա, չասի ես լավ եմ ապրել, ճիշտ եմ ապրել, դրա համար ես կարամ գնամ երկինք։ Չէ սիրելիս։ Մենք երկինք գնալու ենք միայն նրա շնորհքով։ Միայն Քրիստոսի միջոցով։ Մեր փրկության ճանապարհը մեկ է։ Ես ուզում եմ վերջի տեղը կարդամ ձեր հետ։ Մինչև կավարտենք այսօրվա պատգամը, Եփեսացիս 3-րդ գլխի 20-րդ խոսքը։ Ասում է, բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք եւ իմանում։ Անզորության չափովը, որ մեզանում ներգործում է նրա փառք լինելու եկեղեցում, որ Քրիստոս Հիսուսումն է, ամեն դարերում հավիտյանս, հավիտենից ամեն։
Փառք Տիրոջը սիրելիս։ Արի ոտքի կանգնենք մի արագ հիշեցի։ Պատմությունը թե արագը չգիտեմ։ Բայց հիշում եմ, որ ես որ պատանի էի, իմ վրա այնքան ազդեց այդ պատմությունը։ Գիտեք ինչ պատմություն, ասում եմ, կարող է շատերը լսած լինեք։ Ինձ թվում է հին պատմություններից մեկն է, արագներից մեկն է հավատացյալների։ Ասում եմ, մի հատ հարուստ մարդ կար։ Ու ուներ մի հատ որդի։ Միակ տղեն էր իր։ Ինքը հարուստ էր։ Ազնվական մարդիկ էին։ Ու գիտես, երկուսն էլ սիրում էին նկարները, նկարչությունը։ Արվեստի հետ լավ էին, շատ էին սիրում նկարները։ Ու ասում եմ, կռիվ սկսվեց, այդ որդին զորակոչվեց, գնաց կռվի եւ կռվի տեղը իրան շատ խիզախ, լավ զինվոր ցույց տվեց։ Մեկի կյանքը փրկելուց ինքը մահացավ։ Ու այդ հորը տեղեկություն ուղարկեցին, որ որդիդ մահացել է, ինքը շատ մեծ վշտի մեջ էր։ Ու ասում եմ, եկե մոտ մի ամիս հետո դուրը թակեցին, մի հատ երիտասարդ տղա էր կանգնած, ասում եմ, մեծ փաթեթով ձեռը։ Ասում եմ, դուք ինչ չեք ճանաչում, բայց ես այն զինվորն եմ, որի կյանքը ձեր որդին փրկեց։ Մենք իր հետ շատ շփվում էինք, ու ասում եմ, ինքը հաճախ պատմում եմ, որ դուք արվեստի հետ լավ եք, շատ եք սիրում նկարները, նկարչությունը, ու իրանք շատ մեծ կոլեկցիա տենց ունեին, ասենք Վան Գոգի, չգիտեմ, Ռեմբրանդի նկարները, շատ հարուստ մարդիկ էին։ Ու այդ տղեն ասում է, ես շատ մեծ նկարիչ չեմ, լավ չեմ նկարում, բայց ինձ թվում է ձեր որդին դուրը գգար ու մեկնում այդ փաթեթը, հայրը որ բացում է, տեսնում է, որ իր որդու դիմանկարն է։ Այդ զինվորը իր որդու դիմանկարն է նկարել ու շատ մեծ ճշգրիտ է նկարել ու հայրը հուզվում է շատ ու իր հենց այդ տան մուտքի մոտ է կախում, այդ պալտոյի վերևն է կախում այդ նկարը։ Ու ասում է, երբ որ մարդիկ մտնում են, հյուրերը գալիս են, ու առաջին հերթին ոչ թե Ռեմբրանդ Վան Գոգը ցույց տալի, առաջին հերթին տղու նկարն է ցույց տալի։ Ասում են որդու նկարն է։ Էլ բարեկամ շո վերջի իր միակ բարեկամ այդ որդին էր։ Ու երկար ժամանակ հետո այդ մարդն էլ է մահանում ու աճուրդ են նշանակում, որ աճուրդ պետք է լինի, որ այդ շատ մեծ կոլեկցիան նկարների վաճառեն։ Ու այդ աճուրդը գնում է, այդ աճուրդավարը, վիդուշին, չգիտեմ, մուրճով խփում է ու ասում է, աճուրդը սկսվում է, բայց առաջին նկարը, որ պետք է վաճառենք, որդու նկարն է։ Դա որդու նկարն է։ Ասում է, ով է ուզում որդու նկարը։ Ու գիտես, սա նստած են, ազնվական մարդիկ են, հարուստ մարդիկ են եկել, հազիվ հնարավորություն է, որ այդ նկարները իրանց կոլեկցիան վեկալեն ու ասում են դե պետք չի էլի, այդ որդու նկարը մեզ պետք չի, լավ, իսկական արվեստի նկարները բերեք, թանգանոց նկարները բերեք առնենք, բայց աճուրդավարը էլի պնդում է իրան, ասում է, չէ, որդուց պետք է սկսենք, ով է ուզում որդուն, ոչ մեկ չի ուզում, արդեն նյարդայնում են, ջղայնանում են, հերիքա տարեք մի կողմ, բայց աճուրդավարը էլի պնդում է իրանը, վերջում այգեպան է կանգնացնում այդ սրավի վերջում, ասում է, ես կառնեմ որդու նկարը, որ երկար տարիներ իրենց մոտ աշխատել է, իրանց աղախին նայել է, չգիտեմ, այգեպանն է եղել, ասում է, բայց ես $10 ունեմ ընդամենը, ասում է, ոչինչ, մեկը ասում է, կարող է ավելի շատ գին տակ, մեկը չեն առաջարկում, մուրճով խփում ասում է $10 1, $10 2, $10 3, ասում է, որդին վաճառված է, որ արդեն դու ես որդու տերը, ու մուրճը դնում ասում է, աճուրդը վերջացավ։ Սաղ չհասկացանք, ես ոնց աճուրդը վերջացավ։ Ասում է, գիտեք, ինձ որ կանչեցին, ասեցին, որ ես տան Տիրոջ վերջի կամքն էր, որ երբ որ աճուրդ լինի, ով որ ուզենա որդու նկար ունենա, ամեն ինչը, ինչ որ ունի, ամեն մի ունեցվածքը, ամեն մի կոլեկցիան տրվի այն մարդուն, ով որ ունի որդուն։ Սիրելիս, ինձ թվում է, թե հասկացար ինչի մասն եմ ասում։ Ով ունի որդուն։ Եթե ունես որդուն, ամեն ինչ ունես։ Ես միշտ ասում եմ, եթե Հիսուսին ունես, ամեն ինչ ունես։ Հիսուսին չունես, ոչ մի բան չունես։ Փառք Տիրոջը։ Փառք Աստծո։ Փառք Տիրոջը։ Եկեք աղոթենք, որ մեր ամեն մեկի կյանքում Տիրոջ լույսը երևա, որ մեր քարերը վեր առնենք, հեռացնենք այդ քարերը, որ Տիրոջ զորությունը կա մեր կյանքը, որ Տիրոջ օրհնությունը կա մեր կյանքը, որ Հիսուսը կարենա ասի Ղազարոս դուրս արի։ Ղազարոս դուրս արի։ Մեր աղոթենք սիրելիս։ Տեր, խնդրում եմ քեզ, օրհնի ամեն մեկիս Տեր։ Օրհնի ինձ, իմ եղբայրներին, քույրերին Տեր, խնդրում եմ քեզ Հիսուսի անունով, որ մենք մեր բաժինը ճիշտ անենք Տեր։ Որ մենք քարը վեր առնենք, որ դու կարենաս գաս մեր կյանքը, օրհնես մեզ, օծես մեզ Տեր։ Որ այն խոսքը, որ դու մեզ պատրաստել ես Տեր, այն պարգևները, այն մարգարեությունները, որ մեր վրա ունեցել ես Տեր, որ կարենան աշխատեն մեր կյանքում Տեր։ Օրհնի, որ մենք այդ քարը վեր առնենք, որ հպարտությունը հեռացնենք, էգոիզմը հեռացնենք, որ դու կարենաս մեր կյանքերում գործես Տեր, որ դու հզոր մեծամեծ բաներ անես մեր կյանքերում ու մեր միջոցով։
Օրհնի, որ մենք մաքուր անոթ լինենք, որ դու մեզ օգտագործես Տեր, որ մենք պտուղներ բերենք, որ քո անունը ավելի փառավորվի մեր կյանքերում Տեր։ Շնորհակալ ենք, գոհանում ենք քեզանից, որ ծառայում ենք քեզ, որ դու օրհնել ես մեզ, որ դու սիրում ես մեզ, չնայած որ հիվանդություններ, խնդիրներ են գալի, բայց դու մեր կողքին ես։ Մեր հույսը դու ես, մեր ապավենը դու ես, մեր ապաստանը դու ես Տեր։ Գոհանում ենք քեզանից ու փառք ենք տալիս քեզ։ Զորավոր արքա, երկնքի ու երկրի արարիչ, Տերերի Տեր, թագավորների թագավոր ու աստվածների Աստված, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սիրես, ինչ կավարտենք այսօրվա ծառայությունը, ես մի հատ հարց ունեմ։ Կան այստեղ մարդիկ, որ առաջ անգամ են այսպիսի եկեղեցում, որ Հիսուսին երբեք Տեր ու Փրկիչ չեն ընդունել։ Կան մարդիկ, որ որդուն չունեն, սիրելիս։ Եթե դու այսպիսին ես, ձեռքդ բարձրացու, մենք ուզում ենք ողջունենք քեզ։ Ես լավ չեմ տեսնում, լուսերը խանգարում են ինձ։ Եթե դու այդպիսին ես, ես ուզում եմ մի խնդրանք քեզ։ Եթե կարելի է, որ թողես քո տեղը, իջնես ներքև, ես էլ կիջնեմ, մենք մի կարճ աղոթք կանենք, որ դու որդուն ունենաս, որ այդ ամեն մի հարստությունը, որ Տերը պատրաստել է, դու էլ ընդունես։ Փառք Տիրոջը։ Աստծո դեր։ Կակ ասենք ստեղ կանգնեք ինձ։ Ստեղ չես, դեմ քովինց։ Այդպես։ Աստված օրհնես։ Եք, սա կյանքի ամենահիշվող ու ամենատպավորիչ բայրից մեկն է լինում։ Կյանքում մարդու եթե ինքը ապաշխարում է, Տիրոջն է գալի, ու գիտեք այնքան կարևոր է սա, երբ որ Տիրոջը ընդունում ես որպես Տեր ու Փրկիչ։ Գիտեք ինչ ժամանակի չէ։ Իշել ենք, որ մենք ասենք սատանա լսի, քո ժամանակը ավարտվել է։ Արդեն իմ Տերը Հիսուս Քրիստոսն է։ Արդեն իրան եմ լսելու, իր հոգով եմ առաջնորդվելու։ Ինչ որ դու արել ես հերիքա։ Այնքան որ քեզ լսել եմ, քո համար եմ աշխատել, հերիքա։ Այսօրվանից ես Հիսուսի զավակն եմ։ Գիտես մեր կյանքերը եղբայր լավ նվագում է։ Մեր կյանքերը, երբ որ Հիսուսը չկա մեր կյանքերում, գիտես այդ դաշնամուրի մասներից է։ Ասենք ես օրինակ դաշնամուրի հերո եմ вообще։ Չեմ կամ նվագեմ։ Ասենք այդ կլավիշները եթե վերցես, գցես մի ձեն կգա, բայց երբ որ դաշնակահարն է կանգնած չէ կլավիշնիկի հետևը։ Գիտես քո կյանքը հնչում է, որպես մուզիկա, չգիտեմ, Ռեմբրանդի, Բախի մուզիկայի նման հնչում է։ Մենք այսօր խնդրելու ենք, որ այդ դաշնակահարը գա մեր կյանքը, արդեն ինքը նվագի, որ մուզիկա դառնա մեր կյանքը, լավ։ Թող Տերը օրհնի ձեզ։ Մենք գալու ենք Տիրոջ առջև ու ասենք. Հիսուս, ընդունում եմ քեզ որպես իմ Տեր ու Փրկիչ։ Ես էլ չեմ ուզում մեղավոր կյանքով ապրեմ, ուզում եմ, որ դու իմ կյանքի առաջնորդը լինես։ Դու ես իմ Տեր ու իմ Աստվածը։ Եթե համաձայն եք իմ հետ, խնդրեմ, որ ձեր աչքերը փակեք ու եթե մեզ հերոստացով դիտողներ կան, որ դուք էլ միանաք մեր աղոթքին, թող Աստված օրհնի ձեզ։ Աչքերդ փակեք, կրկնեք իմ հետևից, թող դա ձեր սրտի աղոթքը լինի։ Սրանից հետո արդեն դու ես քո Աստված, մտնելու ես, աղոթելու ես, դրանց լավ աղոթք չկա, բայց այսօր ես քեզ ուզում եմ առաջնորդեմ։ Կրկնեք իմ հետևից, եկեղեցին մեզ կօգնի։ Երկնային արքա, ես գալիս եմ քո առջև, քո որդի Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ քեզ։ Ես հավատում եմ, որ դու եկար ես աշխարհ, մահացար եւ երրորդ օրը հարություն առար։ Ինձ մեղքերից ազատելու համար։ Ես զղջում եմ իմ մեղքերի համար։ Ես հրաժարվում եմ իմ մեղքերից։ Խնդրում եմ քեզ։ Եկ իմ կյանքը։ Նստի իմ սրտի գահին։ Եվ եղիր իմ Տերն ու իմ Փրկիչը։ Եվ մկրտի ինձ քո Սուրբ Հոգով։ Հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Փառք Տիրոջը, փառք Տիրոջը։ Գիտեք, Աստծո խոսքը ասում է, երբ որ մեկը այս աղոթքը անում է, երկրքում հրեշտակները ուրախությունից պար են գալի։ Այսօր ընդ պարա քո պատճառով։ Այսօր ընդ պարում են ուրախանում են, որովհետև իրան գիտեն ինչ լավ է, որ մարդիկ գալիս են ու փրկվում են, Հիսուսին ճանաչում են, Հիսուսին գտնում են։ Շատ լավ է։ Ու Աստված ասում է, երբ որ մեկը իր սրտով հավատում է եւ բերանով դավանում է, որ Հիսուսն է իր Տերն ու իր Փրկիչը, իր անունը գրվում է կյանքի գրքում։ Քո անունը այսօր, եթե դու հավատքով աղոթեցիր, ես վստահեցնում եմ քեզ, քո անունը գրվեց կյանքի գրքում։ Արդեն Տիրոջ մոտ դու գրված ես։ Ու թող Աստված օրհնի քեզ։ Եթե դեմ չեք, մենք
կաղոթենք, կոչնենք ձեր կյանքը, ձեր ընտանիքները, ձեր ամեն մի քայլը ինչ որ անելու եք։ Դեմ չեք, կարելի է աղոթենք։ Տեր, խնդրում եմ քեզ, օշնի ամեն մեկին Տեր, խնդրում եմ քեզ, օշնի ամեն մի քրոջս, ամեն մի եղբորս Հիսուսի անունով Տեր։ Քանդի ամեն մի ծրագիր, ինչ որ չար ուզեցել է բերի իր կյանքը Տեր։ Խնդրում եմ քեզ, թող չեղյալ լինի ամեն ինչ, ինչ որ քեզանից չի։ Ես քանդում եմ ամեն մի թուղթուգիր, ամեն մի խափանում, ամեն մի վատ բան, ինչ որ եղել է իմ քուրերի եւ եղբորների կյանքում Տեր։ Հիսուսի անունով թող իրանց կյանքում լինի քո օրհնությունը, քո զորությունը, թող իրանք ծլեն, ծաղկեն, զորանան, բարգավաճեն քո ներկայության մեջ Տեր։ Խնդրում եմ քեզ, առաջնորդի իրանց Տեր, խնդրում եմ քեզ, օգնի իրանց կյանքը, օգնի որ ամեն մի կյանքի ոլորտում ունենան քո օրհնությունները Տեր, Հիսուս Քրիստոսի անունով։ Ու քանդի ամեն ինչ, ինչ որ թշնամին ասում բերի Տեր, թող հաստատվեն քո տան մեջ, թող սիրեն քեզ, թող զորանան քո մեջ, ճաշակեն քո ներկայությունը, քո սուրբ քաղցր ներկայությունը Տեր, Հիսուս Քրիստոսի անունով օգնում ենք իրանց եւ վստահում ենք քո սուրբ ձեռքերի մեջ, վստահում ենք քո ձեռքերը, որովհետեւ նրանք հավատացին, որ դու ես իրանց Տերը ու իրանց Փրկիչը։ Փառք քեզ, հալելույա, Հիսուսի անունով։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Սերնես, միշտ ապե գնահատում ենք մի փոքր նվեր ենք պատրաստել ձեր համար։ Նայեք, մեր աշկողմը, իմ աշկողմը, ձեր ձախ կողմը, մեր եղբայրն ու քուրն են կանգնած, իրանց ձեռքերում ավետարանն է։ Նոր կրակարանն է։ Նոր կտակարանը դա Աստվածաշնչից մի հատված է, նոր ուխտն է։ Երբ որ դու կարաս կարդաս ու հասկանաս ոնց ավարվի Հիսուսը, ինչ ա եղել, ինչ չի եղել։ Մենք ամեն մեկս մեր բան ունենք, չէ՞, մեր կյանքի փորձ ունենք, բայց այստեղ սա աշխարհի կյանքի փորձն է, սա մարդկանց կյանքի փորձն է։ Ու այն ինչ որ Աստված արել է մարդկանց կյանքում, մարդկանց միջոցով, ինչ ա ուզում Հիսուսը։ Շատ կարևոր է որ դու վերցնես այդ խոսքը ու կարդաս այդ խոսքը։ Մեր հովիվը շատ հաճախ ասում մեր կյանքի ինստրուկցիան է։ Երբ որ դու մի բան գնում ես, պետք է ինստրուկցիան կարդաս, որ ճիշտ օգտագործես, չէ՞։ Եթե ուզում ես քո կյանքը լավ լինի, ճիշտ լինի, պետք է այդ ինստրուկցիան կարդաս, ու այդ ինստրուկցիայով վարվես։ Թող Աստված օրհնի ձեզ, ես կխնդրեմ, որ հետևեք մեր եղբորը, մեր քրոջը, բարձրանաք վերև, մենք մի փոքր կխոսանք ձեր հետ, կշփենք, եթե հարցեր ունեք, կպատասխանենք, եթե պետք է կաղոթենք ձեր համար ու կնվիրենք ձեզ մեր նվերը։ Եթե կարելի է, հետևեք մեր եղբորը քրոջը ու Աստված օրհնի ձեզ։ Շատ ուրախ ենք, որ դու մեր հետ եք։ Մեր եկեղեցին, մեր տունը միշտ բաց է ձեր համար։ Մեր սրտերը, մեր մտքերը միշտ բաց են։ Աստված օրհնի ձեզ։ Հետևեք մեր եղբորը։ Աստվածին կարա գնաք։ Սիրելիս, փառք Տիրոջը։ Ամեն։ Ամեն։ Ինչ լավ է Տիրոջ տանը։ Կարաս բարձրացնես ձեռքերդ, ընդունես սրտության խոսքերը։ Սուրբ Հոգու հաղորդությունը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Հոր սերը լինի իմ հետ ու իմ եղբայրների եւ քուրերի հետ Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Աստված օրհնի ձեզ։